Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Բարի գալուստի մալիք, բարի գալուստ իմ խոհանոց։ Սկսում ենք նոր օր եւ նոր մենու։ Դե ինչ տեղավորվեք հարմարավետ եւ տեսեք, թե այսօր ինչ մենու եմ պատրաստել։ Միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար։ Սկսում ենք նախաճաշից։ Նախաճաշի համար այսօր որոշել եմ պատրաստել գոֆրեներ։ Ուրեմն տարայի մեջ կոտրում եմ 2 ձու, մի թեթև հարում եմ, շատ պետք չի, հարիչել օգտագործելու կարիք չի զգացվում։ Ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ, 100 գրամ կարագ, մի թեթև նորից խառնում եմ իրար, թեթև հարում եմ, որպեսզի բաղադրիչները խառնվեն իրար։ Հետո ավելացնում եմ 200 մգ կաթ։ Կաթը պետք է լինի գոլ վիճակում։ Ավելացնում եմ մի պտղունց աղ և փխրեցուցիչ, մոտավորապես 1 թեյի գդալ և 250 գրամ ալյուր։ Ահա սիրելիներս, խմորը արդեն պատրաստ է, ստացվում է ոչ պինդ, մի քիչ թուլիկ խմոր։ Հիմա գոֆրեի ապարատը արդեն միացրել եմ, լավ տաքացել է, մի թեթև ձեթ կտարածեմ և կսկսենք ձևավորել արդեն գոֆրեները։ Ստացվում է շատ հետ և շատ արագ, շատ ընտիր խմոր է, փորձեք, միգուցե ունեք դուք էլ ձեր տարբերակները, սա էլ փորձեք, չեք փոշմանի։ Ահա սիրելիներս, գոֆրեները արդեն պատրաստ են, ինձ մոտ այս բաղադրատոմսով ստացվեց 8 հատ։ Հիմա սուրճը կպատրաստեմ և կվայելենք այս համեղությունը։ Դե ինչ, այսօր էլ ստացվեց այսպիսի նախաճաշ։ Բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Եվ ահա պատրաստվում եմ ճաշին։ Այսօրվա մեր ճաշի ժամի ճաշատեսակը լինելու է ամենահեշտ և արագ պատրաստվող ճաշատեսակներից մեկը՝ մակարոն։ Մակարոն սխտոր մածունով, որը որ շատ վաղուց է, շատ երկար ժամանակ է, որ չեմ պատրաստել։ Դե ինչ, մակարոն եփել բոլորս գիտենք, պետք չի մանրամասը ցույց տալ, այսօրվա իմ մենյուն սա է։ Գնել եմ իտալական մակարոն, շատ համեղ է։ Ահա կեփվի, մի կողմից էլ պատրաստելու եմ աղցան, կաղամբով շատ համեղ աղցան, որը նույնպես շատ ենք սիրում։ Ահա սիրելիներս, աղցանը պատրաստեցի, հիմա վրան մի քիչ լիմոնի հյութ, ձեթ, աղ, այն ինչ որ պետք է կավելացնեմ, մակարոնն էլ արդեն պատրաստ է։
Սխտոր մածունն էլ պատրաստեցի, դե ինչ կնստենք ճաշելու։ Բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Դե ինձ սիրելիներս, հիմա էլ պատրաստվում եմ ընթրիքին։ Ընթրիքի համար ջեռոց եմ դնելու խոզի միս, այսպիսի ոսկորային մասեր, մի կտոր միս եմ գնել։ Հիմա բաժանեմ մասերի, մի հատ համեմեմ ու սպիտակ գինիով պետք է պատրաստեմ խոզի միսը։ Ստացվում է շատ համեղ։ Ահա, միսը կտրեցի, համեմեցի աղով, կարմիր և սև պղպեղներով, մի քիչ ձետ լցրեցի, սխտոր արանքները կտրեցի, դրեցի և բավականին լավ լիքը սպիտակ գինի։ Հիմա էլ վրան մի քիչ կանաչի եմ ավելացնում, դուք ինչ կանաչի ուզում եք կարող եք օգտագործել։ Ահա, դե ինչ, հիմա ուղարկում եմ դեպի ջեռոց և այդ ընթացքում պատրաստեցի մի քիչ բանջարեղեն գարնիերի համար։ Ամեն տեսակ բանջարեղեն կա, սա մի տուփ, մեկ տոպրակով փոքրիկ պատրաստի եմ գնել, սառեցրած, ամեն տեսակ բանջարեղեն մեջը կա, գազար, կարտոֆիլ, լոբի, բրոկոլի, մի խոսքով, մի շատ հավես, համեղ փունջ էր բանջարեղենների։ Բանջարեղենն էլ մի քիչ համեմեցի աղով, սև և կարմիր պղպեղով, ուղղակի տապակել եմ։ Ահա սիրելիներս, այսօր էլ ստացվեց այսպիսի մենյու, կարծում եմ կհավանեք, մի օր էլ դուք կպատրաստեք, հուսով եմ, որ կարողացա լինել օգտակար։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս և ասում եմ, կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։